Բարի օր սիրելի հայրենակից, այսօր չորեքշաբթի է և եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Հունվարի 5-ին երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 3 ժամանոց հարցազրույց էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների հետ։ Սա արդեն ավանդական դարձած հարցազրույցի ձևաչափ է, որով Ադրբեջանի ղեկավարը մեկնարկում է տարին։ Հարցազրույցի շրջանակներում երևում են Ադրբեջանի նպատակները, դիվանագիտական խաղերը, նաև թույլ կողմերը, գրում է Տաթևիկ Հայրապետյանը, կարճ անդրադառնալով շատ երկար հարցազրույցին հիմնական կետերով։ Առաջիկայում Ադրբեջանը փորձելու է խաղարկել խաղաղության քարտը։ Բենզինի թեման ու ՀՀ ներկայիս ղեկավարության քայլերը դրան նպաստում են։ Դրան զուգահեռ այդ երկրի ղեկավարի ուղիղ հրահանգով շարունակվում է ՀՀ-ն որպես արևմտյան Ադրբեջան ներկայացնելու հստակ զավթողական ծրագիրը։ Թեև Ալիևը հայտարարում է, որ պատերազմ չի ուզում, բայց զավթողական ծրագրի աննախադեպ ակտիվացումը, դրան զուգահեռ շատ ակտիվ ռազմականացումը մեղմ ասած խաղաղության մասին չեն խոսում։ Ադրբեջանի ղեկավարը հարցազրույցում մանրամասն անդրադառնում է ռազմականացման կարևորությանը։ Նա շարունակում է գովաբանել պատերազմը և ներկայացնել Հայաստանը որպես ցեղասպան պետություն։ Ալիևը փորձում է Զանգեզուրի միջանցքը ներկայացնել որպես կատարված փաստ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ նա պարզապես ուզում է ցույց տալ, որ հասել է իր նպատակներին։ Նա նաև ազդանշան է տալիս, որ եթե այս միջանցքը չբացվի, ինքը սահմանները փակ կպահի։ Իր ծրագրի համաձայն իրական ապաշրջափակում երբեք տեղի չի ունենա։ Ալիևը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, որը ենթադրաբար օգնում է խուսափել պատժամիջոցներից։ Զավեշտն այն է, որ հենց Ադրբեջանն է այդպես անում, ու բոլորին, հատկապես ԵՄ անդամ պետություններին, դա շատ լավ հայտնի է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել, որ Ալիևը փաստացի խուսանավում է պատասխանել օկուպացված Արցախը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցին։ Այն, որ այդ խնդրում նա լուրջ խնդիրների է առերեսվում, ես ավելի վաղ անդրադարձել էի իմ հարցազրույցներում։ Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, իսկ Հայաստանի նկատմամբ պատերազմի չշարունակությունը նա փորձում է ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, ինչը մենք բոլորս գիտենք, որ ճիշտ չէ։ Հետաքրքիր արձանագրում է ինձ համար, որ Ալիևը հասկանում է, որ ապագան տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալների կենտրոնների հիմնադրման մեջ է։ Այդ առումով փորձում է առաջ մղել Ադրբեջանի թեկնածությունը մեր տարածաշրջանում։ Բայց նա այդ առումով կձախողի, եթե Հայաստանը խելացի աշխատի, քանի որ մենք շատ ավելի պատրաստված ենք մեր ռեսուրսներով։ Ամփոփելով ասեմ, ըստ իս Ադրբեջանի ղեկավարը ժամանակ է շահում իր համար, խաղում է Թրամփի վարչակազմի հետ և օգտագործում է խաղաղության քարտը, բայց այդ ամենը ժամանակավոր է, նրա ծրագրերն այլ են, որոնց մասին ես պարբերաբար խոսում եմ և փաստերով ցույց տալիս, եզրափակում է Տաթևիկ Հայրապետյանը։ Մինչև Ալիևը հոխորտում է ՀՀ հասցեին, Հայաստանում սևերի ու սպիտակների պատերազմն է շարունակում ՀՀ ներկայիս կառավարության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցություններից ու քաղաքական գործիչներից անցում կատարելով հայ առաքելական եկեղեցու սպասավորներին։ Նրան միացած 10 եպիսկոպոսներից բացի այս շաբաթվա ընթացքում մասնավորապես Արարատյան թեմից քահանաներ են միացել վարչապետի թիմին, անվստահություն հայտնելով Վեհափար Հայրապետին։ Սակայն ավելի մեծ թիվ են կազմում այն եկեղեցականներն ու թեմերը, որոնք իրենց անվերապահ հավատարմություն են հայտնում հայաստանյաց առաքելական եկեղեցուն և Գարեգին II-ին։ Բայց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է իր հակասահմանադրական քայլը, այլևս չզարմացնելով որևէ մեկին։ Նրա հրահանգով ոստիկանական ուժերը, միանալով տիրադավների խմբին, շրջափակել էին Մասյոտաց թեմի առաջնորդանիստը, արգելելով թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի մուտքը։ Սակայն ի հեճուկս կառավարությանը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագը մատուցվեց։ Հիշեցնենք, որ Մասյոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը նշանակվել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի փոխարեն, ով ազատվել է թեմական առաջնորդի պաշտոնից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Ադրբեջանը չի օգտագործում իր արտադրած բենզինը, այլ վաճառում է Հայաստանին, իսկ ինքը գնում է բենզին Վրաստանից։ Այս մասին հրապարակում էր արել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը, մատնանշելով ադրբեջանական Report.az լրատվամիջոցի հոդվածը։ Փաստացի Ադրբեջանը 2021 թվականից պրեմիում տեսակի բենզին ձեռք է բերում Վրաստանից, բայց Հայաստանին սկսել է վաճառել իր արտադրած բենզինը։ Որն է գաղտնիքը։
Իսկ դուք գիտեիք, որ մեթոդներից մեկը կապարի օգտագործումն է, թեման շարունակում է Հակոբ Ագանյանը։ Օկտանը բարձրացնելու ամենահին եւ ամենաէժան եղանակներից մեկը կապարի հավելումն է՝ տետրաէթիլ կապար։ Այս նյութը գրեթե ամբողջ աշխարհում վաղուց արգելված կամ մերժված է մարդու առողջության վրա ունեցած ծանր ու անդառնալի հետևանքների պատճառով։ Եթե օկտանը բարձրացվում է նման եղանակով, դա որակյալ վառելիք չէ։ Դա երկարաժամկետ վնաս է, հատկապես ուղեղի եւ նյարդային համակարգի համար։ Սա քաղաքականություն չէ, սա քիմիա է, իսկ քիմիան չի ներում, գրում է Հակոբ Ագանյանը։ Հետգրություն. Երբ կապար պարունակող բենզինը այրվում է, վտանգը չի մնում շարժիչի ներսում։ Այրման ընթացքում կապարը վերածվում է անտեսանելի մանր մասնիկների եւ դուրս է գալիս օդ։ Այդ մասնիկները հեշտությամբ տարածվում են օդի մեջ եւ մտնելով օրգանիզմ այլևս չեն հեռանում։ Կապարը կուտակվում է արյան մեջ, օրգաններում, ոսկորներում եւ ուղեղում, ժամանակի ընթացքում խորացնելով վնասը։ Կապարը ծանր հարված է հասցնում վերարտադրողական համակարգին։ Այն խախտում է հորմոնների բնական հավասարակշռությունը եւ վնասում է վերարտադրողական բջիջները։ Մեծահասակների մոտ դա կարող է նվազեցնել կամ ամբողջությամբ կանգնեցնել պտղաբերությունը։ Բղիության ընթացքում կապարը անմիջապես փոխանցվում է պտղին, մեծացնելով վիժումների, ծննդաբերական արատների եւ կյանքի ընթացքում անդառնալի զարգացման խանգարումների վտանգը։ Ուղեղը եւ նյարդային համակարգը հատկապես խոցելի են։ Երեխաներին մոտ նույնիսկ փոքր քանակի կապարը կարող է պատճառ դառնալ մտավոր կարողությունների կորստի, ուսման դժվարությունների եւ վարքային խնդիրների, որոնք մնում են ողջ կյանքի ընթացքում։ Մեծահասակների մոտ կապարի ազդեցությունը կապված է հիշողության վատացման, տրամադրության խանգարումների, դողերի եւ նյարդային համակարգի վնասման հետ։ Կապարը վնասում է նաեւ երիկամներին, սրտին եւ իմունային համակարգին։ Երկարատև ազդեցությունը մեծացնում է երիկամային հիվանդությունների, բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, ինսուլտի, արյան պակասի եւ հորմոնալ խանգարումների վտանգը։ Կապարի համար անվտանգ քանակ գոյություն չունի։ Դրա ազդեցությունը լուռ է, կուտակվող եւ հաճախ անդառնալի, ինչի պատճառով աշխարհում տասնամյակներ առաջ հրաժարվեցին կապարով բենզինից։ Կհրաժարվի արդյոք ադրբեջանական բենզինից հայ վարորդը, թե 90 դրամ խնայողությունն ավելի թանկ է, քան ձեր ընտանիքի, ազգական բարեկամների, ընկերների եւ հայրենակիցների առողջությունը։ Արդեն 14-րդ օրն է, ինչ Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ցույցերն ընդլայնել են իրենց աշխարհագրությունը, ինտենսիվությունն ու դաժանությունը։ Դրանց հիմնական պատճառները, ինչպես նշում են իրանցիները, երկուսն են։ Որպես առաջին պատճառ նշվում են Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցները, որոնց արդյունքում երկրում արժեզրկվել է ազգային արժույթը, ռեալը, ինչի արդյունքում մի քանի անգամ թանկացել են բոլոր ապրանքները։ Մասնագետները նշում են, որ տնտեսական ճգնաժամի մյուս հիմնական պատճառը տարիներ շարունակ տնտեսական սխալ քաղաքականությունը եւ ոչ ճիշտ կառավարումն է եղել։ Մյուս պատճառը քաղաքական է։ Իրանին թշնամի երկրների գործակալները, ինչպես նաև երկիր ներթափանցած ահաբեկչական խմբավորման անդամները, մտնելով խաղաղ ցուցարարների մեջ ու սադրելով բախումներ իրավապահ մարմինների հետ, ժողովրդի խաղաղ եւ արդար բողոքի ձայնը վերածել են մեծ բախումների։ Պակաս կարևոր չեն նաև այլ պետությունների առաջնորդների, մասնավորապես ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ուղերձները ուղղված Իրանի ժողովրդին թոթափելու կրոնական առաջնորդի լուծն ու ավելի ժողովրդավար Իրան ստեղծելու կոչերը։ Նույն կոչով է հանդես գալիս նաև Իրանի շահը։ Ու թեև Տրամփը դեռևս հարձակման որոշում չի կայացրել, որպիսի փրկի Իրանի ժողովուրդն իր իշխանություններից, Իրանը պատրաստվում է դիմակայել ամերիկյան եւ իսրայելական օդային հարձակմանը, փակելով իր երկինքը։ Հայկական լրահոսում այս ամենի մասին վերլուծությունների պակաս չկա, սակայն ինչպես ես եմ տեսնում, գրում է քաղաքագետ Սարո Սարոյանը, շատերը սխալվում են մի բանում։ Այն վերլուծություններում, որոնք կան մեր լրահոսում, մարդկանց մտապատկերում շատ քիչ բացառությամբ գոյություն ունի հենց այն Իրանը, որը հիմա գոյություն ունի, այսինքն նույն այն սահմաններով, որ հիմա կա, ու Հայաստան-Իրան այն նույն անցակետով, որը ներկայումս գործում է։ Մարդկանց մտքով չի անցնում, որ Իրանի ռեժիմի փոփոխությունը միայն կառավարման համակարգ ու ձև չէ, դա նաև պատերազմ ու նոր կարգ է նոր աշխարհակարգի տեսանկյունից, ու ինչպիսին կլինեն նրա սահմանները կախված է լինելու Իրանի ժողովուրդների միգուցեև արյունալի բախումներից ու պատերազմներից եւ արտաքին ուժային կենտրոնների հետ ձևավորվելիք Իրանի նոր բալանսից։ Ի տարբերություն մեզ, սիրելի հայրենակից, մեր թշնամի Ադրբեջանը քաջ գիտակցում է այս ամենը, ավելին իր մասնակցությունն է բերում Իրանի մասնատմանը, վստահ, որ մի մեծ կտոր էլ իրեն է բաժին հասնելու։ Ինչպես նշում է Caspian Frontiers Telegram-յան ալիքը, վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափակել կապի հասանելիությունը փողոցային պայքարի տարածումը թույլ չտալու եւ իրավիճակը վերահսկելու համար։
Այս իրավիճակում մի շարք ադրբեջանական ալիքներում թե 3 եւ թե առաջին օրը ցույցերի տեսահոլովակները Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր վայրերից տարածվում էին շատ ավելի վաղ եւ շատ ավելի արագ, եւ իրանական Սփյուռքի ամենաակտիվ հակակառավարական ալիքներն անգամ ավելի ուշ տարածում էին հենց այդ նույն տեսահոլովակները։ Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով եւ ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։ Սա նոր բան է եւ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո գործի դրված նոր մարտավարություն։ Միաժամանակ սա Իսրայելի եւ Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում։ Այսօրվա մեր իրական լուրերը եզրափակում ենք Սիրիայից եկող անհանգիստ լուրով։ Հալեպի քրդական թաղամասերը չկարողացան դիմադրել եւ այժմ թուրքերը քրդական թաղամասերի բնակչության կոտորածն են իրականացնում։ Սա հնարավոր դարձավ, քանզի քրդական թաղամասերը համաձայնվել էին թուրքերի հետ խաղաղության դիմաց զինաթափվել։ Սա հատկապես վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր հերթական անգամ պատրաստ են հավատալ թուրքական խաղաղությանը ու հանձնվել Թուրքիի ողորմածությանը։ Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը, հետևությունները թողնելով քեզ, սիրելի հայրենակից։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։ Շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգ նախաձեռնության անդամ Ստելլա Հովսեփյանը։ Միացիր մեր ազգային հարթակին, սիրելի հայրենակից։ Միասին նպաստենք իրական Հայաստանի լինելիությանը եւ հարատևմանը։